Այս տարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելնիվիրապի նախատոնակը Խորվիրապ վանքի համար պատմական դարձավ։ Մայիսի 31-ին Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանն ու Մայրաթոռի լուսարարապետ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն նոծեցին կենտրոնական եկեղեցու երկու նոր զանգերը։ Զանգերը պատրաստվել են Վահե Դարփինյանի և կրասնոդարաբնակ Արտյոմ Համբարձումովի բարերարությամբ Վորոնեժի հայտնի զանգագործական ֆաբրիկայում։ Այս եկեղեցու զանգերը հարյուրավոր տարիներ աշխատել են իբարք մեր ժողովրդի, բայց ցավոք մեկը ճակել էր, մյուսն էլ ասենք այդքան փոքր զանգեր, ասենք ձայնը եկեղեցու սահմաններից դուրս չէր գալիս, ու դրա համար մենք որոշեցինք, որ եկեղեցուն նվիրենք լավ զանգեր։ Զանգերից փոքրը 60 կիլոգրամ է կշռում, մեծը 100։ Պատրաստման համար տարբեր մետաղներ են օգտագործվել, նաև ոսկի և արծաթ։ Զանգերի վրա Արարատ լեռան ու Խորվիրապ վանքի պատկերն է, նաև բարերարների ազգանունները։ Վերջին տեղեկությունը հատկապես ապագայի համար է կարևոր։ Հպարտ և ուրախ եմ, որ կարողացանք մենք էլ ինչ-որ կերպ օգտակար լինել մեր եկեղեցուն ու ժողովրդին։ Ինձ համար մեծ պատիվ է, որ հատկապես Սուրբ Խորվիրապ վանքի զանգերի պատրաստմանը հաջողվեց աջակցել, որովհետև այստեղից ենք ծնունդ առել մենք որպես քրիստոնյաներ։ Խորվիրապ վանքի այս եկեղեցու համար առաջին զանգերը 300 տարի առաջ են պատրաստվել։ Հանգամանքների բերումով դրանք թալանվել ու հավանաբար զենքի են վերածվել, ասում է Արտակ Սրբազանը։ Այդ ժամանակվանից ի վեր եկեղեցին զանգ չի ունեցել մինչև 1923 թվականը, երբ Պարսկաստանից գաղթած հայերն իրենց հետ բերել են նաև իրենց եկեղեցիների զանգերը Շուրիշկան և Սանգիբարան գյուղերից։ Այդ զանգերն արդեն շողակաթ վանքում են։ Երբ զանգակ լսեք, ձեր հոգին ձեր մեջ խոսի, և Աստված ձեզ, ձեր մեղքերի նկատմամբ անդրադարձումներ կատարելու շնորհ փոխանցի։ Արարողության ավարտին Սրբազանն օրհնեց բարերարներին և հրավիրեց բոլոր ներկաներին համբուրելու զանգն ու հնչեցնելու առաջին կոչնակը։ Ցնծում է հոգին, մեր ուրախության բերկրության մեջ ենք, կասեմ, որ արևմտյան Հայաստանը հիմա որ Արարատ սարը այստեղից պարզ երևում է, կլսեն այս ղողանջները զանգերի ամեն առավոտ և երեկոյան և պատարագի ընթացքում։ Վերջում հատուկ աստիճանահարթակի օգնությամբ զանգերը բարձրացվեցին վեր զանգակատուն։ Կարինե Հարությունյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։ Ամեն տարի Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթօրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Խորվիրապից։ Տոնի կապակցությամբ Սրբի մասունքը դուրս է բերվում Սուրբ Էջմիածնից և Խորվիրապում մնում ողջ օրվա ընթացքում։ Լուսավորչի մասունքները տարբեր մասնատուփերով պահվում են մեր եկեղեցում։ Նրա աճը 5-րդ դարից է մեզ հասել։ Իսկ հայոց առաջին հայրապետի այս մասունքը 2000 թվականի դեկտեմբերին քրիստոնեության 1700-ամյակի առթիվ Գարեգին II ամենայն հայոց հայրապետին է հանձնել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը։ Ելնիվիրապի շատ կարևոր տոնն ամեն տարի սրբավայրում համախմբում է բազմաթիվ ուխտավորների։ Այսօրը նաև Խորվիրապի վանքի ուխտի օրն է։ Տոնական պատարագի քարոզի ընթացքում Խորվիրապի վանահայր Տեր Արիս Աբեղատոնոյանը հավատացյալներին հորդորեց Լուսավորչի կերպարը կյանքում միշտ օրինակ ունենալ։ Պատմությունից գիտենք, որ Տրդատարքայի հրամանով Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի նահատակությունից հետո արքան ու պալատականները ծանր հիվանդանում են։ Այդ ժամանակ Տրդատարքայի քույրը երազում տեսնում է, որ հիվանդությունը կարող է բուժել միայն Խորվիրապում բանտարկված Գրիգորը, և 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբն ու աղոթքներով բուժում արքային։ Տրդատ թագավորը դառնում է Լուսավորչի լծակիցը քրիստոնեության քարոզչության գործում։ Սկսվում է հայոց մեծ դարձը։ Հայոց հողում հեթանոսական տաճարներին փոխարինում են տերունական խաչերը, քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դառնում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու առաջին հովվապետը։
Տոնական պատարագից հետո նաև անդաստանի կարգ կատարվեց։ Լուսավորչի Սուրբ Մասունքով Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանն օրհնեց աշխարհի 4 կողմերը, խաղաղություն ու հաջողություն հայցելով ժողովրդի ու երկրի համար։ Մերի Հովսեփյան, Հայկ Խլախյան, Եկեղեցական կյանք։ Արդեն 3-րդ տարին է Լուսավորչի ելնի վիրապի տոնը նշվում է նաև Արթիկ քրեակատարողական հիմնարկում։ Այս տարի տոնի առիթով հիմնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում առաջին անգամ պատարագ մատուցեց Արթիկի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։ Ամեն տեսակի զրկանքների ենթարկվելով մեր հավատքի հայրը երբևէ չսասանվեց իր հավատքում եւ մեզ օրինակ ծառայեց, որ երբևէ մարդկային կյանքի ցանկացած իրավիճակում, ցանկացած դժվարությունների մեջ երբևէ չկորցնենք մեր հավատքը, մեզանից հեռու վանենք որևէ տեսակի հոռետեսություն, հուսալքություն եւ շարունակենք մեր կյանք ապրել հավատքով, սիրով եւ հույսով։ Քրեակատարողական հիմնարկի եկեղեցին 2010 թվականին է կառուցվել դատապարտյալների ջանքերով։ Դատապարտյալների խոսքով եկեղեցու ներկայությունը հիմնարկում շատ բան է փոխել։ Մենք առաջին հերթին աղոթում ենք ազատության համար, որ Աստված այնքան Աստծո դռները բաց լինեն, որպեսզի շուտ մեր դռներն էլ բացեն, որպեսզի մենք ազատության մեջ լինենք։ Ես ամեն կիրակի ամեն առավոտ եմ գալիս, ամեն առավոտ։ 37 տարի կալանքների մեջ եմ եղել։ Այն թվականներին, այսպես բաներ մենք չենք տեսել, չենք ունեցել։ Մեր բարակների անկյուններում ունեցել ենք սրբի նկար անկյունները, գաղտնի աղոթել ենք։ Հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավաբանական աշխատանքների բաժնի պետն ասում է, որ այստեղ նշվում են եկեղեցական բոլոր տաղավարտոնները, իսկ Տեր Լևոնի ամենշաբաթյա այցելությունների ընթացքում դատապարտյալները քարոզ են լսում, խոստովանություն անում, ոմանք մկրտվում։ Քրեական օրենսգրքով պատիժը ստանալուց հետո կրելով զատ ու ավելի առաջնային անհրաժեշտ է Աստծո կողմից ներում ստանալը ու եկեղեցու արխայությունը տվյալ հիմնարկում ընդհանրապես քրեակատարողական հիմնարկներում համոզված եմ շատ է օգնում մարդկանց վերադաստիարակվելու, իրանց կատարած արարքը վերավորակելու, հասկանալու կատարած արարքի անօրինականությունից զատ նաև անմարդկայնությունը, կարծում եմ դաստիարակություն մեր կողմից կատարած աշխատանքին ավելի առավել դաստիարակություն տալիս է եկեղեցին։ Կարինե Հարությունյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։ Հոգեգալստի տոնին հաջորդող երկրորդ կիրակի օրը մեր եկեղեցին նշում է կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը։ Խորվիրապի բանտարկությունից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորչին երևում է տեսիլք, երբ միածինը երկնքից իջնում է վաղարշապատ եւ ոսկե մուրճով զարկում գետնափոր Մեյանին, ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվի հայոց մայր տաճարը։ Ըստ Մաղաքիա Պատրիարք Կորմանյանի կաթողիկե նշանակում է աթորանիստ մայր եկեղեցի, սակայն մեկ այլ բացատրությամբ կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող եկեղեցիները։ Աստվածաբանության մեջ այդ անվանումը խորհրդանշում է եկեղեցու ընդհանրականությունը։ Այս երեք իմաստներն էլ վերաբերում են Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այն աթորանիստ է, գմբեթավոր եւ ընդհանրական սրբատեղի բոլոր հավատացյալների համար։ Դա ինձ համար ամենասիրելի տեղն է, որ կարող եմ ես գամ եւ հույս տվողը, եւ սփոփողը, ոչ միայն կառույցով, այլ մեր ամբողջ հոգեվորականներով։ Էջմիածինը մեր ազգի նոյան տապանն է, ինչպես Աստված Նոյին հրահանգեց, որ տապան կառուցի, որպեսզի փրկվեն մահվանից, ջրհեղեղից հավիտենական, այնպես էլ Աստված մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի միջոցով մեր ազգի համար այս նոյան տապանը կառուցեց։ Մայր տաճարում Սուրբ Պատարագը մատուցեց Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Սրբազան արարողության ավարտին Իշխան Սուրբ Սեղանի մոտ Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվեց հայրապետական մաղթանք։ Հոգևորականներն ու հավատացյալները աղոթեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հայոց հայրապետության պայծառության համար։ Նշան Աբասյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։
Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքը հունիսի 1-ին լի է մանուկներով։ Հայաստանի տարբեր մարզերից իրենց ուսուցիչների հետ ժամանել են մանկապարտեզների և դպրոցների սաներ։ Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայոց Հայրապետը օրհնեց Մայրաթոր այցելած մանուկներին։ Սուրբ Էջմիածնում էր նաև Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարը։ Մայրտաճարում օրհնության արարողությանը հաջորդեց վերջերս անցկացված հանրապետական մրցույթի եզրափակիչ իրադարձությունը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կարևորելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում հատկապես ուսումնական հաստատությունների առաքելությունը, այս տարի առաջին անգամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ իրականացրեց լավագույն տնօրեն և լավագույն դաստիարակ հանրապետական մրցույթը։ Հայտեր էին ներկայացրել նախակրթարանների 44 տնօրեններ և 76 դաստիարակներ։ Մրցույթը իր տեսակով շատ յուրօրինակ էր, ինքնատիպ էր, նման մրցույթ դեռևս չէր եղել ընդհանրապես, այն երևի իմ գիտակցական կյանքում ամենախիստ քննություն էր, որին ես մասնակցեցի։ Հաղթողներին պատվոգրեր, գրքեր և դրամական պարգևներ շնորհեցին վեհափառ Հայրապետն ու նախարար Արմեն Աշոտյանը։ Վեհափառը նաև պատգամ հղեց մասնակիցներին։ Նորին սրբություն ընդգծեց, որ հարկ է մանուկներին վաղ տարիքից կրթել և դաստիարակել բարոյական սկզբունքներով և առաքինագործ կենցաղավարությամբ բարի օրինակ լինել նրանց համար։ Շատ ուրախալի է, որ այդ մրցույթի ամփոփումը իրականացվում է հենց այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, քանզի ոչ բոլորին է կյանքում հնարավորություն ստեղծվում երեխաների շրջապատում լինել, կիսել այդ ուրախությունը, պարգևել երեխաներին, կրթել երեխաներին։ Այսօր այդ ուրախությունը ինձ թվում է կիսում ենք բոլորի հետ։ Հաղթող մանկավարժները համոզված են, որ այս մրցույթը երեխաների շրջանում նույնպես մեծ ոգևորություն կառաջացնի և ցանկություն առաջատար լինել կյանքում։ Էջմիածնի հայորդաց տունը փոքրիկ համերգ էր կազմակերպել այս առիթով։ Երեխաները շնորհավորում են երեխաներին, թեև իրենց տոնի էության մասին խորը գիտելիք չունեն, սակայն կարևոր է, որ ուրախ նշեն։ Այսօր երկու համերգ են տվել, ես սպառում եմ։ Համերգն էլ երեխաների պաշտպանության համար է։ Ես ում եմ, որ ես պաշտպանում պատերազմից, վատ մարդկանցից, որ ես լավ ապրեմ, էլի։ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց նաև կրթության ու գիտության նախարարության համագործակցությունը և եկեղեցուն ցուցաբերած աջակցությունը։ Նորին սրբությունը գնահատանքի խոսք ուղղեց կազմակերպիչներին, հույս հայտնելով, որ մրցույթն ու այս արարողությունը ավանդական կդառնան։ Մարինե Քոչարյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 31-ին Եզրա Սրբազանի օրհնությամբ Մոսկվայի հայորդյաց տան ուսուցիչները, Գավիթ թատրոնի անդամները տնօրենի եւ Առաքել Քահանա Ամիրյանի ուղեկցությամբ մեկնեցին ուխտագնացության Սերգեև Պասադ քաղաք, Սուրբ Երրորդություն վանական համալիր։ Մայրավանքի մուտքի մոտ ուխտավորներին դիմավորեցին Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտորի օգնական հայր Գերասիմը, Պողոս Աբեղա Վարդանյանը, նա սովորում է ակադեմիայի ասպիրանտուրայում։ Արկադի Սարգսակը ուխտավորների խմբին պատմեց եկեղեցական համալիրի պատմությունն ու նշանակությունը ռուս ժողովրդի հոգևոր կյանքում։ Սերգեև Պասադը համարվում է Ռուսաստանի Դաշնության հոգևոր կարևոր կենտրոններից մեկը։ Վանական համալիրի գլխավոր սրբավայրը Սուրբ Երրորդություն տաճարն է, կառուցված 1422 թվականին Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու գերեզմանի վրա։ Սրբի արծաթյա տապանակը, որի առջև խոնարհվում ու աղոթքի են կանգնում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ուխտավորներ, պատրաստվել է Իվան Ահեղի հրամանով։ Հենց այս տաճարում է մկրտվել Իվան Ահեղը։ Տաճարի որմնանկարներն ու սրբապատկերները 15-րդ դարի վարպետ Անդրեյ Ռուբլյովի ձեռքի աշխատանքներն են։ Սուրբ Երրորդություն վանքի շուրջը դարերի ընթացքում կառուցվել են 50-ից ավելի եկեղեցիներ, կրթամշակութային նշանավոր կենտրոններ։ Արդյունքում 1744 թվականին Մենաստանը ստացել է Մայրավանք անունը։ Ռուս եկեղեցին 2014 թվականին պատրաստվում է մեծ շուկով տոնախմբել Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու ծննդյան 700-ամյակը։ Այս առիթով վանական համալիրի որոշ կառույցներ նորոգվում են և ուխտավորների համար փակ են։ Պատրիարքական նստավայրում աստվածաշնչյան թեմաներով հրաշալի որմնանկարներ կան։ Որոշ մասնագետներ կարծում են, որ եկեղեցին կառուցող վարպետների մեջ եղել են նաև հայեր։ Խաղողի որդով բոլորված սյուները հիշեցնում են հայկական մշակույթի տարրեր։ Մոսկվայի մեծ հրդեհից հետո 1814 թվականին Սերգեև Պասադ է տեղափոխվում հոգևոր ակադեմիան, որը գործում է 1685 թվականից սկսած։ Այս պատմական շենքում ելույթ ունեցավ Թեմի Հովանու ներքո գործող Գավիթ թատրոնը, ներկայացնելով աստվածաշնչյան պատմությունը նախաստեղծ ծնողներից մինչև խաչելություն։
Ելույթը շատ տպավորիչ էր, խաղը հիանալի էր։ Մեզ նույնիսկ թվաց, որ այստեղ ելույթ են ունենում պրոֆեսիոնալ արտիստներ։ Հոգևոր այս կենտրոնում են սովորել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եւ Մայրաթորի մի շարք միաբաններ։ Վերջերս նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գևորգյան հոգևոր ճեմարանի եւ Մոսկվայի հոգևոր ակադեմիայի միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց։ Ուխտավորները եղան նաև Մոսկվայի հոգևոր ակադեմիայի թանգարանում։ Այստեղ պահվում է նաև Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի արծաթե մանրակերտը, պատրաստված 1240 կտորից Զաբել Հովանեսյանի ձեռքով։ Մանրակերտը ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի նվերն է Ալեքսի առաջինին, տրված 1950 թվականին։ Սա զանգակատան ամենավերին հարկն է։ 88 մետր բարձրությամբ զանգակատունը կանգուն է 1770 թվականից, իսկ այս զանգը, որը կրում է Ցար անունը իր մեծության պատճառով, կշռում է 72 տոննա։ Շատ եմ կարևորում մեր փոխայցելությունները եւ երկու եկեղեցիների հաղորդակցությունը աշխարհիկ մակարդակով, մեզպես աշխարհիկ ուսուցիչներ, մանկավարժներ, որովհետեւ միշտ կարողանան հաղորդակցվել քրիստոնեական մշակույթի տարբեր արժեքներին աշխարհի տարբեր ծագերում։ Բավականին արդյունավետ հանդիպում է եւ դեռ ամեն ինչ արժևում է։ Ուխտագնացությունը մեզ լիցքավորեց, ոգևորեց, ուժ տվեց, կարողություն տվեց, որովհետև հաղորդակից դարձանք շատ նվիրական սրբությունների։ Նոր Նորքի հայորդացտան շողակաթ մանկական երգչախումբը Նարեկացի արվեստի միությունում ներկայացրեց իր հաշվետու համերգը։ Հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների 20 ստեղծագործություն կատարեցին։ Երգացանկում նաև Ռոբերտ Պետրոսյանի վաղուց մոռացված երգերն էին ընդգրկված։ Շողակաթ երգչախմբի 30 երգիչներից ամենափոքրը 5 տարեկան է, մեծը 18։ Երգչախումբը Նարեկացի կենտրոնի հետ տարիների բարեկամություն ունի։ Կենտրոնը հաճախ է իր աջակցությունն առաջարկում, ու քանի որ հայորդացտան բեմի հնարավորությունները սահմանափակ են, Նարեկացի արվեստի միությունն իր սրահն է տրամադրել փոքրիկ երգիչներին։ Ես անձամբ շատ սիրում եմ ջերմություն այս դալիճի։ Ինքը շատ կամերային է, իսկ մեր կազմը հիմա փոքր է, մենք 24 հոգի ենք։ Երեխաները ոգևորվում են, երբ որ դրսում կարևոր չի որտեղ ես համերգը տալիս, միայն թե քո 4 պատերից դուրս իրենց համար դա վերածվում է տոնի։ Սաները տարին փակեցին, սակայն փորձերը կշարունակեն։ Կոմպոզիտոր Վահան Արծրունու որոշ ստեղծագործություններում շողակաթը նույնպես ներգրավված է։ Հունիսի 21-ին երգիչները կամերային երաժշտության տանը Արծրունու հետ համատեղ համերգին են պատրաստվում։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։